Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն, օր մայիսի 5։ Լիակատար վերահսկողություն։ Տիրոջից լիովին կախված ապրելու ոչ մի ուղեցույց չկա։ Ես միայն կարող եմ առաջարկել ձեզ այն, ինչ Աստված սովորեցրել է ինձ այս ոլորտում։ Նա ինձ ցույց տվեց երկու պարզ բան, թե ինչպես նրան տալ լիակատար վերահսկողությունը։ Առաջինը, ես պետք է համոզված լինեմ, որ Տերը ցանկանում է իր կամքը հայտնի դարձնել ինձ, նույնիսկ կյանքիս ամենափոքր մանրամասներում։ Ես պետք է վստահեմ, որ իմ մեջ բնակվող Հոգին գիտի Աստծո կամքը ինձ համար և որ նա կառաջնորդի ինձ, կուղեկցի ինձ և կխոսի ինձ հետ։ Բայց երբ որ նա ճշմարտության Հոգին կգա, նա կառաջնորդե ձեզ ամեն ճշմարտության մեջ։ Նա ինձ կփառավորի, որովհետև իմիցը կառնի և կպատմի ձեզ։ Հովհաննես 16:13-14 խոսքեր։ Դուք կարող եք հայտնվել պայքարի մեջ, որը առաջացել է չափազանց արագ կայացրած որոշման պատճառով, սակայն Տերը խոստանում է, որ քո ներքին ականջները կլսեն իմ Հոգուն, որը կխոսի քեզ հետ և կասի. գնա այնտեղ, արա սա կամ մի արա սա։ Երկրորդը, մենք պետք է անսասան հավատքով աղոթենք Աստծո հրահանգներին հնազանդվելու ուժ ստանալու համար։ Սուրբ Գիրքն ասում է. միայն թե թող հավատքով խնդրե առանց երկմտելու, որովհետև երկմտողը նման է ծովի հողմակոծված և տատանված ալիքին, այն մարդը թող չկարծի, որ Տերիցը մի բան կառնի։ Հակոբոս 1:6-7 խոսքեր։ Երբ Աստված մեզ ինչ-որ բան է ասում, որ անենք, մեզ ուժ է պետք շարունակելու ճանապարհը և լիովին հնազանդվելու նրան։ Մեզանից շատերն աղոթում են. Տեր, գիտեմ, թե ինչ ասացիր ինձ, բայց վստահ չեմ, որ դա քո ձայնն էր։ Դա այն հավատքի արձագանքը չէ, որը նա ակնկալում է իր զավակներից։ Կարող ես աղոթել այնքան, որքան ուզում ես, բայց եթե հավատքով չաղոթես, Աստծո միտքը երբեք քեզ չի փոխանցվի։ Նա ուզում է տեսնել, որ դուք հանձնառու եք ընդունելու նրա ասած ամեն ինչ և անվերապահորեն հնազանդվելու եք դրան։ Ահա թե ինչպես մենք կարող ենք հաճեցնել մեր հավատարիմ Հորը։